Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիվանագետ Հայաստանի արտաքին գործերի նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին։ Պարոն Մելիքյան, բարև ձեզ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, ինչ մենք խոսում ենք, անշուշտ մեր հաղորդումը երեկոյան եթեր արձակվելու, հենց այս պահին Հայաստան է ժամանում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը մենք նաև 24-ը կադրեր նկարել, թե ինչպիսի մեծ քանակությամբ ոստիկանական եւ նաև ամերիկյան պետական մեքենաների շարասյունն է գնում Vance-ին դիմավորելու Զվարթնոց օդանավակայանում, մինչ այդ արդեն մամուլում հրապարակումներ կային, որ միայն Հայաստան եւ Ադրբեջան միաժամանակ շուրջ 20 ամերիկյան ռազմական ինքնաթիռ է իջել ապահովելու Vance-ի այցելությունները այս երկու երկրներ։ Ինչու է նախաբանը ասացի, որովհետեւ դուք նաև լինելով դիվանագետ երկար ժամանակ ղեկավարել եք Հայաստանի արտաքին գործոստ նախարարության պետական արարողակարգ, այսպես կոչված գոսպրոտոկոլը ու ինքներդ եք կազմակերպել բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի այցելություն Հայաստան եւ նաեւ մասնակցել եք դրանց այլևս արդեն այլ պաշտոններից բերումով։ Սա մենք կարող ենք ասել, որ այսպիսի միջոցառումները, այսքան մեքենաների ներկայությունը, այսքան անվտանգությունը ինք իրենով աննախադեպ է Հայաստանի պատմության համար։ Կարող ենք ասել, թերևս մեկ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի այցերի հետ կապված Հայաստան, հիմա շատի քչի մասին չի, այլ էլի աննախադեպ ներգրավվածության անվտանգային միավորների, համակարգերի եւ այլն, այսինքն այս իմաստով ընդհանրապես աշխարհի վրա եթե վերցնենք, այս երկու երկրները այնուամենայնիվ մնացել են հենց թոփ երկրներ, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որ նման աննախադեպ ներգրավվածություն կա համակարգային առումով, ուժային համակարգային նկատի ունեմ, ներքին զորքեր, հատուկ նշանակության զորքեր, թե մի կողմից, թե մյուս կողմից, թե ժամանող երկրի կողմից եւ թե ընդունող երկրի կողմից, այսինքն այո, եթե դա մի կողմ թողնենք, այո, աննախադեպ է նման ներգրավվածությունը։ Պարոն Մելիքյան, բայց նաեւ եկեք մի փոքրիկ նաեւ այսպես բան նշենք, որ այն զարգացումները, որ այսօր տարածաշրջանում են տեղի ունենում եւ ուղղակիորեն անունը կարող ենք տալ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ստեղծված այս ճգնաժամային իրավիճակը չեմ բացառում նաև որ այդ առումով շատ ավելի ուժեղացված եւ շատ ավելի ներգրավված միավորներ կարող են։ Դրան է ուզում անդրադառնալ, որպես կանոն նմանատիպ ներգրավվածությունը անվտանգային ուժերի, արարողակարգի աշխատողների, դիվանագետների, այսինքն հսկա դելեգացիաների ժամանումը իրենք իրենցից այսպես ձևակերպեմ, կայսերական արարողակարգային ատրիբուտներ են ենթադրում, թե իրական անվտանգային հարցեր են լուծում, որտեղ մոտ տպավորությունն է, որ մեկ-մեկ այսպիսի երբ որ այսպիսի այցելություններ լինում, ավելի շատ Միացյալ Նահանգները կամ որևիցե այլ երկիր ցուցադրում է իր ուժը, ներկայությունը, ավանդույթները, այսպիսի մոտիվացիա կա, թե ինքը զուտ ու այնուամենայնիվ անվտանգային։ Տեսեք, դա անշուշտ կա, այդ ուժը ցուցադրելու եւ այդ քանակային իմաստով, այդ պոմպեզության որոշակի նաեւ իմաստով դա կա, անշուշտ, բայց իհարկե նորից անդրադառնալով հենց այս երկու երկրների ղեկավարներին, սրանք ըստիս ամենապաշտպանված ղեկավարներն են ամբողջ աշխարհի մասշտաբով։ Մենք բազում այցելություններ ենք ունեցել պետական եւ պաշտոնական մակարդակով երկրների ղեկավարների։ Իդեպ հիմա նորից պիտի ասեմ, հետո կողքից պիտի մտածեմ, չէ, այդպես չի, այստեղ Հայաստանը այսօրվա Հայաստանը երբեք թելադրողի դերում չի։ Այն բարի ժամանակներ, այո, հենց արարողակարգային իմաստով, այն բարի ժամանակները, որ մենք այլևս կարող ենք այսպես հիշողության մասով ասել, այդ ժամանակներում Հայաստանը մշտապես եղել է թելադրողի, ոչ թե թելադրողի, դու երբ որ հյուր ես ընդունում, բնականաբար պիտի նաև քո հյուրին քիմքին, քաղաքական տեսակետին, աշխարհայացքին, մոտեցումներին որոշակի ձևով նաև հագուրտ տաս, բայց ոչ այն մակարդակի, երբ որ քո երկրի ժամանողը ինքն է թելադրում, թե ինքը ինչպես պիտի վարվի։ Ես դա տեսնում եմ արդեն քանի օր է։ Մենք մեր էկրաններին տեսանք։ Հենց Հանրապետության հրապարակը ձեզ ցցուն օրինակ, հա, այնտեղ վստահ եմ դուք տեսած կլինեք, որը շատ չիմացող մարդկանց համար դարձել էր ավտոկայանի նման ինչ-որ տեղ, միգուցե ավտոկայանը Կիլիկիայից տեղափոխվել էր
Հայաստան, բայց դա այդպես չէր բնականաբար, հենց այն պահը, որ ամեն մեքենան ուներ իր համարը, ոչ թե համարանիշների մասին, այդ հետո արդեն այդ համարանիշները խփվեցին հյուրերի համար նախատեսված այդ կապույտ համարանիշներն էին, մեքենայի դիմապակու վրա կային թվեր։ Իսկ այդ թվերից դատելով մեր արարողակարգը երբեք այդ համակարգով չի աշխատել, այսինքն սա նշանակում է, որ այդ թվերը խփվում են հենց ժամանող երկրի արարողակարգի եւ անվտանգային ուժերի թելադրանքով։ Պարոն Մելիքյան, սա փաստացի ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մենք ունեցել ենք մինչև հիմա, ունեցել ենք Հիլարի Քլինտոնի այն ժամանակվա պետքարտուղարի, անշուշտ ինքը պետական այց չէր, ավելի շատ աշխատանքային այց էր, թե չեմ սխալվում։ Ինքը հայ-թուրքականի շրջանակում հիշում եք այդ մերձեցման գործընթացը, երբ որ սկսել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում կատարված այցեր, անշուշտ նաև պաշտոնական ատրիբուտիկայով, որովհետև առաջին անգամ էր, երբ որ պետքարտուղար էր այցելում Հայաստան, եւ բնականաբար այդ ատրիբուտիկան պիտի կարողանայի պաշտպանել Ամերիկայի պաշտպանության նախարարի այց։ Այո, մենք ունեցել ենք հատուկ ծառայությունների ՑՌՈ-ի ղեկավարի այց Հայաստան, որը մի քանի ժամ է ընդամենը տևել եւ նույն մի քանի ժամ է տևել նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար։ Էլի այսպեսի անվտանգային միջոցառումներ կային։ Ոչ, բայց որոշակի անվտանգային միջոցառումներ բնականաբար ձեռնարկվել են։ Ռամսֆելդի մասին է։ Ես անընդհատ հարցերս դեռ բարողակարգի այսպես երևացող մասին եմ անդրադառնում, հետո մենք անդրադառնանք այլևս ընդհանրապես սպասվող այցի հնարավոր զարգացումներին, դրա ներքաղաքական իմաստին եւ այլն, համբերությամբ զինվեք մի քանի հարցեր դեռևս ունեմ այս թեմայով, ինչ որ հայտնի է եւ արդեն երբ որ մենք եթե գնանք դա արդեն կայացած փաստ կլինի, հանդիպում տեղի ունի Բաղրամյան 26-ում նախագահի նստավայրում։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն բարձրաստիճան պետական հյուրերին վարչապետ լինելով ընդունել է նախագահի նստավայրում։ Քանի որ դուք դեռ մինչև 20 թվականը աշխատել եք արտաքին գործերի նախարարությունում նույնպես 21 թվականը, 21 թվականի առաջի կես, այսպես ասենք, լավ։ Սա ինչ բան է, այսինքն կառավարության շենքում տեղ չկա, հարմար չի ընդունելու համար, դրա համար Բաղրամյան 26 տանում։ Գիտեք, կա պաշտոնական ընդունելության արարողություն։ Սա միակ հարմար տարբերակը նախագահականի բակում, այո, նախագահականի բակում պատվոպահակախմբով, հիմներով եւ այլն այս պաշտոնական արարողությունն է, դա հենց դրա համար դա ընտրված է, որովհետեւ կառավարության շենքը նույնիսկ իր իետնաբակում չունի նման հնարավորություն, չեն ստացել նման հնարավորություն, որպեսզի կարողանային դա կազմակերպել։ Բաղրամյանը ինքը ավելի այսպես անվտանգային առումով շատ ավելի մեկուսացած է, քան նույն կառավարության շենքը, եւ քանի որ առաջին անգամը չէ եւ ավելի ներկայանալի է եւ հնարավորությունը սենյակների եւ նաեւ անվտանգության այսպես աննախադեպ միջոցառումների կազմակերպման համար շատ ավելի շատ են, որովհետեւ ժամանակին, երբ որ վերանորոգվում էր այդ շենքը, այդ ամեն ինչը բնականաբար հաշվի էր առնվում եւ անվտանգային աշխատակիցները նույնպես ներգրավված էին։ Կարող ենք մենք ասել, պարոն Մելիքյան, որ չունենալով նաեւ երկար ժամանակ անկախություն, սովետական միության տարիներին չլինելով կամ շատ քիչ դեպքերում լինելով ընդունող կողմ, հա, պետք լինում է որ գալիս էին Մոսկվա, նաեւ Երևան էին այցելում, բայց դա այդպես շատ հաճախ չէր։ Մեր մոտ այդ ավանդույթները եւ նաեւ ինֆրաստրուկտուրաները բավական ոչ զարգացած են դրսի պետական այսպես բարձրաստիճան հյուրերին ընդունելու տրամաբանությամբ։ Ուրեմն ոչ զարգացած էին մինչև 2001 թվականը։ Սա բնավ ինչ չվերագրեք, որովհետև ես այդ տարիներից եմ սկսել աշխատել որպես պետարարողակարգի ծառայության ղեկավար, պարզապես այնպես էր ստացվել, որ ամենաբարձր մակարդակով որոշում էր կայացվել ամբողջ արարողակարգային համակարգը փոխելու։ Հիմնադրույթները կային թղթի վրա, բայց որևէ ձևով դա հնարավոր չէր կյանքի վերածել, ձեր ասած տարբեր խնդիրներ նաև հաշվի առնելով։ Դա սկսվեց եւ այստեղ գաղտնիք չկա 2001 թվականի Փարիզում կայացած, Ֆրանսիա կայացած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցից։ Եվ այդ որոշումը կայացվեց հենց ինքնաթիռում, երբ որ մենք պետական այցից վերադառնում էինք Հայաստան։ Իմ փորձով եւ իմ տեսածով, իմ անցած ճանապարհով Փարիզը միակ կենտրոնն է ամբողջ աշխարհում, որտեղ
ուղղակի աննախադեպ եւ հրաշալի է կազմակերպվում պետական այցերը։ Դրա համար պետական այցերը որպես այդպիսին տարին 2 կամ մաքսիմում 3 անգամ են լինում Ֆրանսիայի Հանրապետություն, որովհետեւ դուք չեք պատկերացնի ուղղակի ինչ ներգրավվածություն կա տարբեր ուժերի, տարբեր կառավարությունների, հաստատությունների, դժվարանում է ավելի շատ, ոչ թե դժվարանում է, ինքը սարսափելի ծախսատար գործընթաց է եւ սարսափելի ներգրավվածություն է իրենից ենթադրում, անշուշտ նաեւ, որը ամենակարևորն է, այսպես չի շռայլվում պետական այց հասկացություն, դու պիտի այնպիսի մակարդակի կարողանաս բարձրացնել քո հարաբերությունները, որ արժանանաս պետական այցելության ընդունելության։ Մենք այդպիսի բան ստացել ենք ոչ միայն Ֆրանսիայի հետ, նաև գնանք դեպի հեռավոր արևելք Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, այս երկու երկրներում կայացել են Հայաստանի ղեկավարի պետական այցերը, հա։ Հիմա այդ 2001 թվականին վերադառնալով, երբ որ նույն ինքնաթիռում նախագահական այսպես փոքրիկ ժողով կազմակերպվեց եւ որոշում կայացվեց, որ այլևս 1.5 ամիս ժամանակ է տրվում, իսկ մենք սպասում էինք այդ հայտնի ՕԴԿԲ-ի կամ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների այցին, իդեպ առաջին այցն էր, երբ որ Պուտինը պիտի այցելեր Հայաստան մայիս ամիս, մայիս 23, Պուտինը հանդիպել է նախագահի կարգավիճակում։ 23, այո, նախագահի։ Որտեղ հոկտեմբերի 27-ին կարծես եկավ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ես նկատի ունեմ որպես այցելություն, որպես պետական հոկտեմբեր 27-ը մի քիչ տարբեր էր։ Այո, նախագահի կարգավիճակով եւ այդ ռեկորդային ժամանակ էր, հասկանում եք, մեզ տրված գիշերը ցերեկ, ցերեկը գիշեր, մենք պարզապես քնում էինք արտաքին գործերի նախարարությունում։ Եվ ձեզ ասեմ, որ նույնիսկ մեր սպասվածից շատ ավելի լավը ստացվեց այդ այցը, ինքը արողակարգը կարգապահություն է ենթադրում, առաջին հայացքից հայ ժողովուրդը շատ կարգապահ չի այդ իմաստով, բայց երբ որ իսկապես իջեցվում է հանձնարարական եւ բոլորին խստագույնս զգուշացվում է, որ ամեն մեկը պիտի կատարի իր աշխատանքը եւ պետական արարողակարգն է, որ ամբողջությամբ պիտի համակարգի այդ աշխատանքը, բնականաբար գույները փոխվում են, մոտեցումները փոխվում են եւ դու ստանում ես այլևս այն ինչին, որ ձգտել ես միշտ։ Հետո արդեն տարիների ընթացքում մենք սկսեցինք կամաց-կամաց այդ սանդղակով բարձրանալ։ Ես սա բառեր չի, որ այսպես օդ եմ կրակում, առանց այսպես ավելորդ բաների, սա գնահատականներ են, որ մենք ստացել ենք օտարներից, ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը առաջին հնգյակում էր մտնում արարողակարգային միջոցառումների կազմակերպման խորհրդային միության երկրներում թե ընդհանրապես նախկին խորհրդային միության երկրներից սկսած եւ Եվրոպաներով եւ մնացած երկրներով վերջացած։ Եվ որ ասում եք կարգուկանոն պետք է պահեն, նաեւ կարգուկանոն պետք է պահեն կամ կարգուկանոն բառը չգիտեմ կանոնը տեղին, ամենապես իրենց նկատմամբ խստապահանջ պետք է նաեւ նախագահները առաջին հերթին նախագահները եւ մեր հաջողության գրավականը հենց դրանում է կայացել, որովհետեւ եւ երկրորդ նախագահը եւ երրորդ նախագահը բացարձակապես չիջեցնելով առաջին նախագահի դերակատարը, որովհետեւ Հայաստանը իր կայացման նոր սկզբնական հազար ու մի ինստիտուտներ կային, որ պիտի ոտքի կանգնեին եւ այն ժամանակ ես լավ հիշում եմ դեռ չայկաներն էին սովետական, այսպես որպես հյուրին սպասարկող մեքենաներ, չունեինք նույնիսկ մեքենաներ, հա, բայց ամեն ինչ արվում էր նույնիսկ առաջին նախագահի օրոք, որ այս արարողակարգային մոտեցումները կարողանային գոնե որոշակի այսպես մակարդակ ապահովել։ Այո, եւ երիցս այո, մեր բոլոր ղեկավարները բացառությամբ այսօրվա ղեկավարի շատ հլու հնազանդ, տեսեք ինչ բառ եմ օգտագործում եւ հանկարծ իրենք լսեն չնեղվեն դրանից, որովհետեւ իրենք էին հենց դա ասում, որ արարողակարգը սկսվում է հենց մեզանից, առաջին հերթին։ Ասեք ինչ պիտի անենք այս։ Հա, ասեք ինչ պիտի անենք, բայց շատ հստակ ասեք։ Րոպեների եւ վայրկյանների թեմաներ են եղել, որոնք փառք Աստծո մենք կարողացել ենք պատվով դուրս գանք։ Այն ինչ որ մեր ժողովրդի համար տեսանելի չի, բայց մեզ համար տեսանելի է, ձեզ համար ինքը կարող է շատ պոմպեզ այց լինել, բայց մենք շատ բացասական գնահատական տանք մեր ներքին հարցերը, որը մշտապես հղկվել է, մշտապես հարմարեցվել է, մշտապես մենք փորձել ենք ավելի լավը դարձնենք, շատ ավելի կատարելագործենք եւ այլն։ Այսինքն, այս իմաստով, այո, շատ ճիշտ է, այդ Սովետ միությունից հետո չկար որևէ այսպիսի բան, որտեղ Հայաստան ավանդույթ չկար եւ այլն եւ այլն։
նույնիսկ փորձ էինք անում ինչ-որ ձևով մեր հին ավանդական, այսպես արարողակարգային, այսպես ֆիշկաները բերել մտցնել, դա կիսատ մնաց ուղղակի չհասցրեցին։ Իդեպ հայ առաքելական եկեղեցին պահպանում է մեր ավանդական պրոտոկոլային որոշակի, այսպես դրսևորումներ, վեհապար հայրապետի հետ կապված, այսինքն այդ ինստիտուցիոնալ հիշողությունը պետության բացակայության պայմաններում անցավ հայ առաքելական Դրա համար որևէ ձևով չէր կարող անտեսվել մայրաթոռը նմանատիպ արարողակարգային միջոցառումներ։ Ես եմ ուզում գնամ, վերջին շրջանում ինչ սրվել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու միջեւ, կամ այսպես ձևակերպենք, ինչ Նիկոլ Փաշինյանը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն, այսպես ավելի հստակ լինի բառերը, դեպի մայրաթոռ այցելությունները կտրուկ իջել են։ Ես հիմա չեմ հիշում, թե վերջին շրջանում ինչ նախագահներ կամ վարչապետների այց է եղել, բայց նաև չեմ հիշում, որ ինչ-որ մեկը այցելած լինի բարձրաստիճան գործադիր իշխանության ներկայացուցիչներից վեհապար հայրապետին։ Եվ Ջեյ Դի Վենսի այցը նույնպես, չնայած Թրամփը իրեն դիրքավորում է եւ ընդհանրապես Թրամփի վարչակազմը իրեն դիրքավորում է որպես քրիստոնյա աշխարհի պաշտպան, որպես այդ արժեքային կրոնական համոզմունքների ազատությունների պաշտպան վարչակազմ, այս անգամ էլ կարծես թե չի նախատեսվում ԱՄՆ փոխնախագահի այցը մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Ես ուզում եմ հասկանալ, մի պահ փորձենք վերլուծել, հա, նա չի կայանում, որովհետեւ ամերիկյան կողմը չի ցանկանում հնատարբերակ, չի կայանում նմանատիպ բան, որովհետև Հայաստանի իշխանությունները կարող էին ամեն կերպ խոչընդոտել տարբերակ 2, եւ եթե անգամ Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտում, միգուցե ինքը մայրաթոռը կամ այլ քաղաքական հասարակական միավորումներ պետք է աշխատեին այն ուղղության վրա, որպեսզի Ամերիկայի փոխնախագահ գար եւ այցելեր մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Տեսեք, պետական արարողակարգի հիմնադրույթներ գոյություն ունեն, որոնք հաստատված են կառավարության որոշումներով եւ օրենքով։ Չէ, ես հիմա գալիս եմ դրան։ Բուն պետական միջոցառումներից զատ, պաշտոնական արարողություններ, ընթրիքներ, ճաշեր, ոչ պաշտոնական հանդիպումներ, թեյախմություններ եւ այլն, դրանից դուրս երկու կարևոր եւ պարտադիր արարողակարգային ատրիբուտ կա, որը պարտադիր դրվում է բոլոր պետական, պաշտոնական, շատ դեպքերում նույնիսկ աշխատանքային այցերի մեջ, խոսքս պետության ղեկավարի, խորհրդարանների ղեկավարի, վարչապետների, կառավարությունների ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների։ Պարտադիր երկու ատրիբուտ կա։ Մեկը ծիծեռնակաբերդ հայոց ցեղասպանության հուշահամալիր, զոհերի հուշահամալիր այցելությունն է, ծաղկեդրման, հետո թանգարան, հետո պատվոմատյանում ստորագրություն, հաջորդը մայրաթոռն է։ Այս երկուսը պետական միջոցառումներից զատ մշտապես ներկա են եղել բոլոր այցերի հայկական կողմի առաջարկով։ Հայկական կողմի։ Նայեք, դու երբ որ ունես պարտադիր ատրիբուտ, օրինակ, վերցնենք Իրանի Իսլամական Հանրապետությունը, պարտադիր ատրիբուտ է Խոմեյնու դամբարանը այցելել։ Ռուսաստանը վերցրեք։ Պարտադիր ատրիբուտ է այցելել Կրեմլ եւ զոհվածներին ծաղկեպսակ կամ ծաղիկներ խորել, եթե պաշտոնական կամ պետական այցելություն։ Բոլոր երկրները իրենց պետական ատրիբուտիկայով արարողակարգային ունեն պարտադիր խնդիրներ։ Այստեղ ուրիշ հարց է, երբ սկսվում է այսպես կուլիսային բանակցությունները։ Ժամանակին հիմնական թեման որոշ երկրների ղեկավարների համար եղել է ցեղասպանության հուշահամալիրի Թուրքիայի հարաբերությունները չփչացնելու։ Մենք ունենք 2-3 մաքս օրինակ, որ այդ այցելությունները չեն կայացել, բայց եթե ուզում եք բարձրաձայնեմ, օրինակ Սիրիայի Բաշար Ասադը, երբ որ Մեղրամիսի մեջ էր Թուրքիայի հետ, ինքը չայցելեց։ Տիկնոջը երբ որ պաշտոնական այցելություն ունեցավ Հայաստան։ Ղազախստանի նախագահը մի անգամ եղել է Նազարբաևի մասին խոսքը չի այցելել։ Այսինքն այս իմաստով սա պարտադիր է։ Հետո որոշումները կայացվում են բացառիկ ձևով պետության ղեկավարի կողմից միայն ու միայն։ Մենք առաջ ենք տանում այս գաղափարը, թե չենք տանում։
Տեսեք, մեր այցերի 98%-ի ժամանակ, երբ որ դու դնում ես քո պարտադիր ատրիբուտիկան հյուրի նախապատրաստող խմբի առջև, պլյուս մինուս տարբերություններով դա ընդունվում է։ Հետագայում շարժերի անվտանգային միջոցառումներով կորեկտիրովկաները մտնում են այդտեղ, երբ որ արդեն հայկական կողմը եւ հյուրի պատվիրակություն կամ նախապատրաստող խումբը սկսում են միասին կուլիսային այդ ամբողջ հսկայական աշխատանքը տանել, որը երկնագույն էկրանից ընդամենը 3-ից 4 րոպե է տևում, բայց դա տևում է ամիսներ։ Հիմա այստեղ լուրջ խնդիր ունենք մենք։ Երկու այս պարտադիր ատրիբուտիկաները մենք դեռ կհետևենք Վենսի այցին, որովհետեւ այդպես չի եղել, որ Վենսը հիմա րոպեների ընթացքում պիտի կարծես թե իջացի։ Եթե չեմ սխալվում, իջացի, հա, պիտի իջաց լինի, այսինքն նայեք, միջև հիմա փակ է պահվում ծրագիրը։ Սա շատ դեպքերում անում են այո անվտանգային նկատառումներից։ Ես նաև խոսում եք, ես նայում եմ Վենսի այցելության բաներ եմ նկատառումներից ելնելով ծրագիրը մենք այսօր չունենք։ Մենք այդպիսի դեպք չի եղել, որ մենք ունենանք բարձրաստիճան այցելություն եւ ծրագիրը նախապես չհայտարվի գոնե այն հիմնական կետերը, որտեղ գլխավոր հյուրը պիտի այցելի։ Եկեք ուշով հետևենք այս երկու կարևորագույն առանցքային նշանակություն ունեցող հարցերին։ Ասեմ ինչու։ Միացյալ Նահանգները այն երկիրն է, որ կոնգրեսի մակարդակով ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Այսինքն սա արդեն քո երկիրը ուզի թե չուզի, իրենք այս ժեստը պիտի անեն։ Գոնե այդ հարգանքի տուրքը մատուցելու։ Եվ երկրորդը, J.D. Vance-ը եզակի ֆիգուրա քրիստոնեական աշխարհում իր քրիստոնեական արժեքների նվիրվածությունը բազմիցս ինքը ապացուցել է, կլինի դա իր ելույթների միջոցով, կլինի դա ինքը որպես շատ ուժեղ հավատացյալ եւ շատ ուժեղ հետևորդ, այստեղ արդեն խնդիր կա, հասկանում եք, ուրեմն գալիս եմ հերթով ձեր կետերին, հուշում կամ այսպես օգնություն հաստատ կառավարության կողմից եղել է, որ մի մտեք այս դաշտը, այստեղ խնդիրներ ունենք եւ այլն, ավելի լավ է դուք չայցելեք։ Ծիծեռնակաբերդ Մայաթոր։ Երկուսի մասին է խոսքը։ Ծիծեռնակաբերդն էլ արդեն պարզ է, ինչի համար մենք հիմա գնում ենք այդ մերձեցման process-ով, sense գլխարկը դնում ենք եւ շարժվում ենք դրանով առաջ։ Ես չեմ բացառում, որ սա կարևորագույն նշանակություն կարող է ունենա, բայց կա մի հատ շատ կարևոր բայց։ Որքան էլ որ նմանատիպ պնդում, որտեղ Հայաստանը գոյություն չունի այնպիսի մակարդակում, որ կարողանա ճնշում բանեցնել կամ ուղղակիորեն արգելել։ Եթե Վենսի կողմից, իսկ նա ունի թիմ, որը բազմաթիվ նամակներ եւ գրություններ բնականաբար ստանում է։ Այս այցերը մակերեսային չեն լինում եւ հաստատ պատրաստվում են նաեւ շատ լուրջ շրջանակների կողմից։ Եթե թիմը ստացել է վերջի վերջո, իսկ ես ունեմ տեղեկություններ, որ բազմաթիվ այսպես նամակներ են անձամբ իրեն ուղված, իր աշխատակազմը ստացել է եւ հաստատել է այդ նամակների ստացումը, վերջինը ամենաթարմը Բագրատ Սրբազանի նամակը, որ Christian Solidarity-ի կողմից ուղղակիորեն փոխանցվել է աշխատակազմին եւ աշխատանքի եւ այստեղ գրված է մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձ եւ կապահովի Ադրբեջանում եւ Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկելների ազատ արձակումը, կհասնի երաշխիքների Արցախից բռնկեղած հայերի անվտանգ վերադարձումը իրենց հնագույն հայրենիք, նրանց հիմնարար իրավունքների դիարժեք պահպանումը։ Տեսեք, ես երբեք զուգահեռներ չեմ անցկացրել, որովհետեւ դրանք անգին են ու շատ բարձր են բոլորիս համար, բայց եթե դու չես այցելելու ցեղասպանություն, ապա շատ ավելի կարևոր կլինի, որ այցելես Մայրաթոր եւ հանդիպես հոգեվոր առաջնորդի հետ, այլապես քո շուրթերից հնչեցվող քրիստոնեական արժեքների պահպանության, պաշտպանության եւ աջակցման հարցերը դառնում են շատ ավելի սին, այսինքն այստեղ շատ ցցուն օրինակ կա ուղակի այլանդակ արշավանքի եկեղեցու դեմ, բոլոր կարմիր գծերը խախտելով, սահմանադրության հոդվածները խախտելով, օրենքները խախտելով եւ այլն կամային ձևով այս բանը կա։ Համաձայն չեք, բայց որ ամերիկյան եւ ընդհանրապես ոչ միայն ամերիկյան, ամբողջ աշխարհի այսպես հզորները իրենց պրակտիկ շահերը այնուամենայնիվ ավելի են գերադասում, քան թե
հոգևոր, էմոցիոնալ, քաղաքական, իրավական, այսպես խնդիրները, որոնք որ կան այս կամ այն երկրում։ Վենսի հիմնական խնդիրը ես ենթադրում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև անցնող այդ այսպես կոչված թրիփի մանրամասների բանակցություններն են, եւ կարծում եմ նաեւ որ Հայաստանի իշխանությունները անգամ վեհապարի անձին կմատուցեն ամերիկյան կողմին իբրև անգամ այս բանակցային process-ին դեմ գտնվող անձնավորություն։ Միանշանակ համաձայն եմ, այստեղ երկրորդ կարգիկ չկա, որովհետև որքան էլ Վենսը այսպես խարիզմատիկ ֆիգուր լինի իր քրիստոնեական պաշտամունքներով եւ այլն, այնուամենայնիվ ինքը համակարգի մարդ է եւ պրակտիկ շահերը շատ ավելի առաջնային են համարում։ Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսին են լինելու հաղորդագրությունները ամերիկյան կողմից եւ հայկական կողմից, հասկանում եք, այս հետ այցյան շրջանը շատ կարևոր է լինելու, այստեղ անելիք ունեն նաև մեր Հայաստանից դուրս գտնվող կազմակերպությունները, եւ ինչու ոչ նաև Հայաստանի քաղաքական միավորները, որը այդքան շատ տեսանելի չի, բայց այդ ամեն ինչը անշուշտ պիտի արվի միանշանակ հետևողական ձևով, որպեսզի արվի թե պիտի արվեր։ Պիտի արվեր, եթե չի արվեր շատ վատ, եթե արվել է կամ ինչ որտեղ նստել է եւ դա talking point-երում, այսինքն զրույցի կետերում բանակցությունների տեղ է գտել, ավելի լավ, որի մասին մենք չենք իմանա, եթե դրա մասին չասեն ամերիկացիները, որտեղ զրույցի կետերի մասին սովորաբար չի խոսում, դա փակ սենյակներում է կայանում եւ ես չեմ բացառում, որ եթե նույնիսկ այս երկու այցերը չլինեն ու կարծես թե դրան էլ տանում է, նորից եմ ասում 24 ժամ հետո դրա մասին այդ կերևա, չեմ բացառում նաև որ ծիծեռնակաբերդը կլինի, բայց մայրաթոռը այնուամենայնիվ չի լինի, որտեղ ծիծեռնակաբերդից այսօր արդեն խնդիրը ինչն է, որ այդ վտանգը այդքան չկա, ինչքան վտանգը կա մայրաթոռ իշխանությունների դրամաբանությամբ։ Այո, բնականաբար, որովհետև ավելի քան համոզված եմ, որ վեհապար հայրապետը երկու կենսական հարցերի մասին անպայման կբարձրաձայներ, մեկը Բաքվում արդեն իսկ դատապարտված այդ աղետալի վիճակը, որ մենք տեսանք, եւ երկրորդը բնականաբար եկեղեցու դեմ արշավանքը։ Այսինքն պիտի հետևենք, տեսնենք, եթե երկուսն էլ չլինի, դա ոչ թե իշխանությունների համար պլյուս է լինելու, ոնց որ իրանք են մտածում, այլ շատ նոր մինուս է բերելու, նոր բացասական էֆեկտ է լինելու իրանց համար։ Իսկ իրանք մտել են քարոզարշավի մեջ, պետք չի իրենց որևէ բացասական նշույլ անգամ, որտեղ ցանկացած բացասական պահ անգամներ ավելի իջեցնում է այդ վարկանիշը արդեն իսկ գոյություն չունեցող վարկանիշը։ Մի քիչ վիճելի է, որովհետև իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն, այս խայտառակ եկեղեցական արշավը չէին իրականացնի։ Մենք քննարկում ենք այն ինչ որ ունենք։ Մինչ Վենսը գտնվելու է նախագահականում կամ եթե մենք եթեր ենք հերարցակում երեկոնում գտնվում էր նախագահականում, դիմացը ընդդիմությունը կամ արցախցիները ի սկզբանե արցախյան կազմակերպությունները, բայց նաև ընդդիմադիր ուժերն են միացել, հավաք են կազմակերպում քաղաքական բանտարկյալներին ազատության, Արցախ վերադարձի եւ այլ մնացած կոչերով։ Սրանք հոգեբանական թե պրակտիկ նշանակություն ունեն այսպիսի ակցիաները։ Երկուսն էլ ամեն ինչ կախված է թե ինչքան մարդ կհավաքվի։ Սա շատ կարևոր բան է։ Դուք ձեր աշխարհ տեսել եք ոստիկանները ինչքան էին գոնե։ Դուք չեք պատկերացնի, ես այդքան քանակության ոստիկաններ նույնիսկ դիմադրության շարժման ժամանակներում չեմ տեսել։ Ծայրամասերից բերել են։ Ամեն ինչ կա։ Կենտրոնացած է ամեն ինչ այսօր Երևանի ու վաղն էլ կենտրոնացած է լինելու Երևան։ Բոլոր ուժերը ինձ թվում է անխտիր։ Երկուսն էլ կա եւ վստահ եմ, այսինքն այս ազդանշանները տեղ են հասնում։ Դուք ամերիկյան դեսպանության աշխատակիցներ կան, հասկանում եք, որոնք որքան էլ ուզենան ճշմարտությունը թաքցնեն, միևնույն է, իրենք պիտի շատ օբյեկտիվ տեղեկություններ ֆիքսեն։ Իրենք չեն կարող այդ համապատասխան փաթեթի մեջ չտեղավորեն, որ սրված են կամ լարված են, միգուցե պատերազմ չասեն, բայց հարաբերությունները այսպիսին են, որտեվ սա թաքցնել պարզապես հնարավոր չի։ Հետո եկեք ընդունենք, որ վերջի վերջո Հայաստանը միայն այս 3 միլիոնով չի պարփակված։ Հայաստանի սահմաններից դուրս միլիոնավոր հայեր են ապրում, որոնք իրենց ցասումի եւ բողոքի ձայնը արդեն սկսել են շատ ավելի տեսանելի եւ շատ ավելի
լսելի դարձնել։ Շատ վատ կլինի իհարկե, եթե Vance-ը նորից գալիս է մեն երկու պարտադիր ատրիբուտներին, եթե չանդրադառնա։ Եթե չանդրադառնա, այս այցելությունը որքան էլ որ փորձեն շատ գունագեղ թղթերով փաթեթավորված ներկայացես, իսկ արդեն դրա բոլոր նախադրյալները կան, որ այդպեսին պիտի ներկայացեն, չնայած Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահելու, բայց այնուամենայնիվ չես կարող այդ գեղեցիկով փակել են սևը, են վատը, են բացասականը, ինչ որ այսօր կա։ Միքայել Սրբազանին տնային կալանք տեղափոխելը շատերը կապեցին Վենսի այցելության հետ, այսինքն իշխանությունները եւ ոչ միայն Հայաստանի իշխանությունների պես ավտորիտար ոճ ունեցող իշխանությունները, որպես կանոն ազդեցիկ հյուրերի ժամանումից եւ աղմուկից խուսափելու համար մեկ ու մեջ այդպիսի ժեստեր անում են, ոչ ամբողջական կիսատ ժեստեր։ Սրա մեջ կզդես կա ճշմարտություն։ Միանշանակ։ Երկրորդ կարծիք չկա, կամ ճշմարտությունների շարքում, նա այդ կետերի շարքում ինչու է այսպես եղավ, միանշանակ նաեւ սա կա, որովհետեւ տեսեք Միքայել Սրբազանին դատապարտել են, չէ՞, կարծեմ 1.5 տարով, 2 տարով դատապարտված է ինքը։ Հիմա ԱԱԾ մեկուսարանում է թե տանն է, ինքը դատապարտված է, իր անմեղությունը դեռևս վերջնականորեն չի ապացուցել եւ այդ դատապարտվածությունն էլ վրայից չի հանված։ Այո, ինչու ոչ, նաեւ որոշակիորեն մթնոլորտը մեղմելու, այսպես ավելի բարի երևալու, ոչ թե ինչ որ ընկրկել են ինչ որ բան, երբեք իրենք չեն ընկրկում, սովորաբար Նիկոլը որտեղ որ մտնում է, ինքը հետքայլ չի անում։ Իդեպ սա լինելու է իր ամենամեծ սխալներից մեկը։ Հետքայլ չանելը լինելու է իր ամենամեծ սխալներից մեկը, որովհետև հետքայլ անելը դա որոշակի խոհեմ նոր կոմբինացիաների ձևակերպում պիտի լինի։ Ինքը եթե հետքայլել չի անում, ինքը դոփում է տեղում, սպասում է ինչ որ հարմար ժամանակի նոր հերթական ագրեսիվ քայլն անում դեպի առաջ։ Պամելքյան, գալով իշխանությունների համար նախընտրական շրջանում այսպիսի այցելությունների կարևորությանը։ Այդ դուք ասում եք, որ եթե սա չլինի, չի կարելի թաքցնել եղած ճշմարտությունը եւ միևնույն է այս այցերը ոչ մի բան չեն տալու Հայաստանին, բայց իշխանությունները պատկերացնում եք, չէ՞, ինչ, այսինքն եւ տեսնում եք վստահեմ, ինչպիսի քարոզչությամբ են մատուցում այս ամեն ինչը։ Աննախադեպ այց քանի օր է, աննախադեպ այց Հայաստան է գալիս JD Vance-ը, Միացյալ Նահանգները Սյունիքում ներդրումներ են անում, բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները, չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, մարդիկ իրար հետ առևտուր են անելու, ապրելու են, բոլորը լինելու են չաղ բախտավոր եւ երջանիկ, եւ առողջ այս ամեն ինչի մեջ, որտեղ առողջապահական բանել մցրեցին, բավագրություններ մցրեցին։ Վենսին հաջորդելու է ուրեմն ՄԱԿ-ի այդ կոպ համաժողովը։ Դրան հաջորդել է ավելի ուշ է լինելու, եթե ես չեմ սխալվում, այս աշնանն է։ Հա, միգուցե, եկեղեցի սխալվեցի, Եվրոպական համայնքի գագաթնաժողովն է լինելու, եվրոպացի բոլոր լիդերները գալու են Հայաստան, ասում են նաև հրավերներ ունեն Էրդողանն ու Ալիևը, տեսնենք թե ինչպիսի արձագանքներ կլինեն։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մեկը մյուսի հետևից ինֆորմացիոն առիթներ են հրաշալի ստեղծված Նիկոլ Փաշինյանի համար PR-վելու ու ցույց տալու, որ ինքը միջազգային քաղաքականության, միջազգային համայնքի մի կարևոր մաս է, հա, իրեն հետ նստում են, իրեն հետ խոսում են, իրեն հետ հաշվի են նստում եւ այլն եւ այլն։ Ու այդ ֆոնին, երբ որ ընդդիմությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կործանվում է, կարծես թե այդ ձայնը խլացվում է իշխանական քարոզչության ձայնի միջև։ Կատման բան թե ոչ։ Այո, ճիշտ եք նկատում, բնականաբար այս այցը եւ նաեւ առաջիկա տարբեր նմանատիպ այցեր պիտի եւ անհրաժեշտ է օգտագործել հենց այդ նույն քարոզչական նպատակներով, խեղդելու նաեւ այն ձայնը, որը այդ խլացման քաղաքականություն եմ ես ասում, այդ խլացման քաղաքականությունը արդեն 24/7 ռեժիմով է նստել, բայց դու չես կարող անընդհատ դա փակել եւ անընդհատ չթողնել ինչ որ միտեղից միևնույն է դա դուրս է գալիս, գնում է, հասնում է եւ պարտում է, այսպես ասենք, հարց լուծողների սեղաններին, հասկանում եք, դրա համար եմ ասում, երբ որ դու սկսում ես քո սխալների շղթան, ահա այդ շտապելու եւ սխալներ գործելու եւ շարունակական սխալներ գործելու դու չես կարող չսայթակել։ Այդ սայթակումը կարող է շատ փոքր բանից լինի, բայց միևնույնն է լինելու է։ Փորձելու են, օգտագործելու են, ինչու ոչ նաեւ որոշակի տոկոսներ միգուցե եւ իրենց հաշվին փորձելու են գրանցել, դրա համար այստեղ
շատ པարզ սխեմա կա, Նարեկ ջան, այստեղ ընդդիմությունը շատ անելիք ունի, շատ անելիք, ընդ որում առանց էմոցիաների, առանց ավելորդ այսպես աղաղակումների, ուղղակի այդ նույն 24/7 ռեժիմով աշխատանքի խնդիր կա, թե ժողովրդին բացատրելու եւ ինչու ոչ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս բացատրելու, որովհետեւ նրանք պարտավոր չեն ամենախորքից այդ ամեն ինչը իմանան, չնայած այն նյութերը, որ պատրաստում են վերլուծականները եւ այլն, դրան անդրադարձներ լինում են, բայց երբ որ դու ուղղակիորեն սկսում ես աշխատել եւ փաստացի գեղեցիկ ձևով, առանց երկար ճառերի, առանց ինչ-որ բաների, շատ թիրախային սկսում ես այդ ամեն ինչը ցույց տալ, աշխատել փաստերով, հանգամանալից, հիմնավորված, դա բնականաբար տեղ կարող է հասնել։ Էլ չեմ ասում զուգահեռ անընդհատ նամակներ, մեսիջներ, բողոքներ, պետիցիաներ եւ այլն։ Սրանք անընդհատ կարող են գնալ, առաջին հայացքից դրանք չեն թափվում երբեք։ Այդ Հայաստանում կարող է ինչ-որ մի բան լինի, այդպես մոռացվի, թափվի եւ այլն, երբեք։ Դրանք հավաքվում են հաստատ եւ ինչ-որ X պահից արդեն դրսից սկսում են կամած գալ այդ ահազանգները, որքան ինտենսիվ է այդ ամեն ինչը, ընդ որում տարբեր միավորների, անհատների, մտավորականների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների կողմից այնքան այդ ինտենսիվությունը, այսինքն ճնշման որոշակի ինքը լծակ է եւ ինքը չի կարող չաշխատել։ Պարոն Մելիքյան, երբ որ Վլադիմիր Պուտինը այցելեց Հայաստան, վերջին անգամ, եթե չեմ սխալվում, 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, հետո պաշտոնական իսկ այդ օրերին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր, ինչպես հիշում ենք, հետո կարծեմ պաշտոնական հաղորդագրություն եղավ, եթե պաշտոնական էլ չեղավ, ապա ինսայդային տեղեկատվություն հայտնվեց, որ նա Ռուսաստանի դեսպանությանը ընդունել է Տիկին Բելա Քոչարյանին, այսինքն Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը։ Ու սա ակնհայտ մարդկային ժեստ էր, տղամարդկային ժեստ էր, նաև մի մարդու հասցեին, ում հետ իրենք երկար ժամանակ աշխատել են միասին, լինելով վիզավիներ։ Հիմա J.D. Vance-ը գալիս է Հայաստան։ Դոնալդ Թրամփը չէ, բայց Միացյալ Նահանգների համակարգը սիստեմը հաշվի առնելով ինքը ամեն պահի, ինչպես մենք խոսում ենք իմ աշխատասենյակում, կարող է նախագահ դառնալ, ամեն վայրկյան։ Ընդդիմությունը չպետք է ամեն ինչ աներ, որպեսզի այդ պրոտոկոլային հանդիպումների մեջ, որ ունենալու է Vance-ը, նաև 20-25 րոպե իր հետ փորձեր հանդիպում ունենալ։ Տեսեք, նախ ես շատ վաղուց, երևի 2 ամիս պլյուս առաջ, երբ որ արդեն սրա մասին սկսվեց խոսվել, դեռ անվանական չէր նշվում թե ով է գալու, բայց ասում են Բարձրաշան կամ Մարկոն Ռուբիոն կլինի կամ J.D. Vance-ը, այդ կամ-կամի մեջ էին, որովհետև ավելի բարձր, ավելի ցածր դժվար էր, որովհետև այդ հայտարարությունը կարծես հենց սպիտակ տնից էլ դուրս եկա։ Ես այդ ժամանակ ասացի ընդդիմությունը, անկեղծ ընդդիմության մասին է խոսքը, որոնք իսկապես ուզում են, որ այս իշխանությունը փոխվի։ Եվ մանդատներ չվերցնող կամ միայն մանդատների համար պայքարողների մասին չէ։ Անկեղծ ընդդիմությունը, իսկ մենք շատ լավ գիտենք դաշտում ովքեր են իրենք պիտի ամեն ինչ թողնեին, եւ շատ բան չհնչի էլի ասածս այսպես մեծամիտ չհնչի, բայց իմ պատկերացումներն է, ես որպես հասարակ քաղաքացի իրավունք ունեմ այդ կարծիքը բարձրաձայնել, ամեն ինչ թողնեին, միասնական հանդես գային այն բանով, որ մենք այս պահից սկսած աշխատում ենք բոլոր հնարավոր եւ անհնար ուղղություններով, որպեսզի ընդդիմության ձայնը լսելի դարձնելու համար ժամանող բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան անպայման 25-30 ունե պրոտոկոլային այդ հանդիպումը կայանա։ Ես մի օրինակ ուղղակի կբերեմ, եթե դուք հիշում եք, երբ որ Հիլարի Քլինթոնը ժամանեց Հայաստան, ինքը առանձին հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտենք, որ ներկայացուցիչներ, որոնք որ այսօր իշխանության այո, եւ մեդիա նաեւ դաշտի ներկայացուցիչների հետ։ Հիմա ինչ է փոխվել դրանից հետո։ Ամերիկացիները մշտապես կարողացել են որոշակիորեն այս պարիցետը պահել։ Գերմանիան ի դեպ ունի նման տրադիցիա, շատ լավ եմ հիշում, երբ որ
Անգելա Մերկելը տակավին ընդդիմադիր առաջնորդ էր, ինքը իր ոտքով եկել է եւ երկրորդ նախագահի հետ նախագահի հյուրանոցի հյուրասրահում հանդիպում ա ունեցել։ Եվ դա առանձին դա այնպես չի, որ մենք խնդրել էինք այդ հանդիպումը։ Դա գերմանացիները շատ հստակ ասացին, ձեր որոշումն է, բայց մեր արարողակարգով պարտադիր նախատեսված է նաև, որ ընդդիմադիր առաջնորդը նաև պատրաստական է հանդիպել ժամանող երկրի նախագահի հետ։ Հասկանում եք, այդ երևի մի քիչ մենք մի քիչ բանը ես ասենք պատկերացնում եմ օրինակ հայ պատկերացնում ասենք օրինակ բանը Նիկոլ Փաշինյանը ասենք Վանին Ջեյ Վենսին ասում որ պարոն փոխնախագահ եթե դեմ չեք օրինակ հա ասենք չգիտեմ Սամվել Կարապետյանից հետ ուզում է հանդիպել ասինքն սա է հարցը դե մեր մոտ այլ է մեր մոտ ոչնչացնելու իրար ցանկություն կա այդ բանը չկա բոլորին թվում է թե բանդե հիմա ամերիկյան տղեկն են նստած այդտեղ մեր տղեկն են իրանց չնեղացնենք այդպիսի բան չի կարող լինել Նարեկ ջան դրա համար ես ինչու ասացի որ այո կուլիսային մեծ աշխատանք է հաստատ տարվել այդ թվում նաև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության կողմից որ այս երկու թեմաներին փորձ չանեն Տեսնենք, ժամանակ ունենք դեռ տեսնենք եկեք առաջ չընկնենք, բայց ամեն դեպքում երկու պարագայում էլ, եթե չլինեն այս երկուսը, այցելություն ցեղասպանության ու շահամալիր եւ այցելություն մայրաթոր հանդիպում վեհապարի հետ, երկու կողմի համար շատ բացասական նշանակություն կունենա։ Շնորհակալ եմ շատ։ Վերաբերություն ընդունելու շատ հետաքրքիր, նաև որ տեղեկատվական առումով պրոտոկոլային տեղեկատվական առումով զրույցի համար եւ այսպես իմ հյուրներ Հայաստանի արտաքին գործոս նախարարության նախին գլխավոր քարտուղար դիվանագետ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։